Այսօր ես մրցելու եմ Հայաստանի ամենաուժեղ երեխայի հետ, որը 19 անգամ դարձել է Գինեսի ռեկորդակիչ։ Դավիթը պատմության մեջ միակ մարդն է, ով ատամների օգնությամբ կարողացել է քաշել 5 մեքենաների շարասյուն։ Այսօր մենք նրա հետ մրցելու ենք 3 տարբեր չելենջերում, որը բացառապես կապված է ուժի հետ։ Նաև վիդեոում կտեսնեք, թե ինչպես է անցել մեր Չիպսոնի արշավը հրազդանում եւ թվով 5-րդ PlayStation-ը կհանձնենք հաղթողին։ Ուրեմն սկսում ենք ուժայինից։ Մենք այստեղ ունենք, ինչպես տեսնում եք, բոքսի չափիչներից։ Սրա օգնությամբ մենք կանելու ենք հենց հիմա չափինգ մեր ուժը ու հասկանանք, թե ով է ավելի ուժեղ։ 22 տարեկան երիտասարդը, թե 10 տարեկան ռեկորդակիր 19 անգամյա, ով որ կծալի Արսենին կշպրտի ենկոմ, ով սյո Արսենն է կամաչի կգնա։ Ամեն մեկս ունենք 3 փորձ։ Հաշվում է ամենաբարձր թիվը։ Քո ամենաբարձր թիվը ու իմ ամենաբարձր թիվը։ Ով որ ավելի ուժեղ խփեց, դե ինքն էլ կրում է առաջին ռաունդում։ Այս ինչ վստահ հայացք ունի իմ դեմքը ու իրա։ Ո՞վ է սկսում, դավայ չինգո։ Դու սկսի։ Գնաց։ Հիմա երթվում եմ, ես դաժե չգիտեմ ոնց են անում, որ շատ ուժեղ են խփում, ես գնի իրա ձևը, բայց հեսա կֆիքսենք առաջին ուդարը տա։ Էսի պրոպոս գնաց ոնց որ, ոնց, էսի պրոպոս գնաց, էսի առաջը լավ է, հել լավ, չէ, էսի պրոպոս գնաց, 2 փորձը լունի, գոնե 2 փորձը պրոպոս կեթա, որ են մեկով գոնե կանանք հավասարվենք, դավայ, պատրաստ ենք, օй, այսից ձենի կամարա, էսի գնաց, 751, դավո ջաները, 751 արա, ուրեմն եկել է դաբոյի վերջին հարվածի ժամանակը, ինքը խփում է, արդեն իր ամենաբարձր թիվը ֆիքսում ենք ու արդեն հարվածում եմ ես։ Եթե առաջին չելենջով մի անգամից կրվեմ, դա մի քիչ խայտարակություն կլինի, բայց դենց կփորձենք անենք, որ տես չլինի, չէ՞ դավո ջան, դու համաձայն ես, չէ՞ որ ես կրեմ։ Այո։ Պատրաստ։ Իշապ, ամենավերջինն է, ուշադրություն ես դարձնում ու մխում ես։ Անցած ինչքան է հիշում ես։ 751։ Չէ, անցած ինչ ածավ։ Երկրորդ հարվածը ամենահզոր հարվածն էր։ Հիմա խնդրում եմ, դուք փորձեք 10 տարեկան հասակում 751 խփեք, ես կասեմ ձեզ հալալա։ Եկել է ուժեղի հարվածի երթը 751 ոնց որ էս փոքր կողմն արել, հիմա տենանք էս ուժեղ հարվածները ի չանում։ Հիշեցնեմ, որ ես մի անգամ տանձիկ են խփելուց ճկուտս գցեցի դուրս։ Թույն նորություն մեր Էջմիածնի բաժանորդների համար մյուս կիրակի օրը, այսինքն ամսի 5-ին ժամը 13:00 բոլորս հավաքվում ենք Էջմիածնի գլխավոր հրապարակում, բաժանելու ենք Չիպսոն, բոլորիդ հետ նկարվելու եմ, անցկացնելու ենք լավ ժամանակ։ Ժամը 13:00 Էջմիածին հրապարակ։ Արսես դուխով։ Աստղ չասում եմ պակաս դավո։ Ձերս ծավաց արա։ Խնդրանք, բոլորդ վստահ են, որ այսենց մի սարքին հարվածել եք։ Կոմենտարում հետ գրեք ձեր թիվը, ինչքան եք խփել, հա? Ու կողքը գրեք ձեր տարիքը։ Էդ էլ է կարևոր պայմանը։ Բաժանորդագրվեք, որ Արսենը ուժեղ խփի։ Օ, հենց հիմա կարմիր կոճակի վրա սեղմում ենք, համ վիդեոներ բաց չենք թողում, համ էլ Արսին ուժ է գալի։ Ինչի ելում ախպեր ես սարքը վրս։ Ուրեմն եկել է վերջին հարվածի հերթը։ Վերջին ուդարը սեղպեր։ Արա ոնց են խփում մնացածը սենց։ Էսի լայքը գնաց ու խփում եմ։ Էսի բաբշե չի ելնի։ Առաջին ռաունդը համարում ենք ավարտված։ Դավոյի հաղթանակով հայր չենք խառնում, էլի։ Հələ ամենավերջում մենք ավտոյել ենք քաշելու, դրանք ով ավելի լավ ավտո քաշում պատկերացնում եք։ Եթե տանձիկի դեմ չկարացանք, չենք կարանա։ Անցնում ենք հաջորդ երկրորդ առաջադրանքին։ Ընկերներ, յուրաքանչյուրս ունենում ենք ազատ ժամանակ ու չգիտենք ինչով զբաղվենք։ Ինչ անենք, օրինակ, որ հետաքրքիր անցնի, հետո չասենք էս ինչ պարապենք։ Այն դրա համար գոյություն ունի Ռադմիր խաղը, որը քեզ կփոխանցի այնպիսի զգացողություններ, որը հնարավոր է իրական կյանքում դեռ զգացած չլինես։ Ռադմիրը նույն GTA-ն է, ուղղակի այստեղ սցենա չկա։ Այստեղ դու ես որոշում, թե ինչով զբաղվես, ինչ մասնագիտությամբ գումար աշխատես, ինչ մեքենա քշես կամ որ տան մեջ ապրես։ Ռադմիրում ընկերս հասանելի ավելի քան 500 մոդելի մեքենա, որը խաղը սարքում է ավելի ռեալին մոտ։ Նաև թույն նորություն ինձ սիրող բաժանորդներից համար։ Եթե ցանկանում ես խաղալ Ռադմիր ինձ հետ միասին, ընդհանրապես պետք է մտնես 18-րդ սերվեր, որտեղ 18-րդ սերվերում ես սպասում եմ քեզ ամեն օր։ Եվ նաև ընկերս նորեկների համար ունենք Vizov պրոմոկոդը, որը իրենց կտա լիքը գումար, նոր թույն մեքենա եւ VIP բաժանորդագրություն 7 օրով։ Ռադմիրի հողումը գտնվում է նկարչությունների բաժնում, այն անվճար է iOS, Android հեռախոսների եւ նաև համակարգիչների համար։ Համակարգիչների համար Ռադմիր, իսկ հեռախոսների համար Hustle Online։ Ներբեռնիր հենց հիմա հղումը ներքևում է։
Ինչ, եկել է երկրորդ challenge-ի ժամանակ։ Ամեն մեկս ունենք ստեղ 1.5 կիլոգրամանոց գանտելներ։ Այդ թեթևա, հա, իհարկե թեթևա, բայց կա այստեղ բարդություն։ Կհաղթի այն անձնավորությունը, ով ավելի շատ գանտելով սենց հանի։ Այս քեզ թվում է հեշտ է, չէ՞։ Այո։ Ինչ է, բարդությունը կայանում է նրանում, որ մկանները մի 400-ից հետո սկսում է չաշխատել։ Եթե իհարկե մինչև 400 հասնում ես, ինչի, որովհետև նույն շարժումը կատարում ես, ոչ մի դիրք չես փոխում, ոչ մի ձև չես փոխում ձեռքիդ։ Ամեն ինչ ավարտվում է քո համար շատ դաժանորեն։ Ոնց որ այն հարվածից հետո մինչև հիմա ձեռս ցավում է, էս էլ կհամարվի դաբիտս, էլի։ Դաբից համար ոտը ինչի, հեսա գնում ենք ավտոմ քաշի։ Այ ախպեր, դուք ով եք вообще։ Մենք վերցնում ենք 1.5 կիլոգրամ, նայեք, չենք խափում, հələ տենամ։ Հա, չէ, չենք խափում։ Սենց դիրքը կանգնում ես ու անում ենք։ Հավասար ենք անում, որ հաշիվը չխառնվի։ Խոսքի ես 10 ճան եմ, դու 100 հատը խփած լնես, դա արդար չի, էլի։ Իմ ջոգելով մի 2 ժամ ստեղենք, բայց գնաց։ 3, 2, 1, 1, 2, 1, 2։ Այսենց։ Ու վсё։ Աչը հորը սարև չեմ կարա, ես 400 հատ անեմ վատեք։ Քանիսն է ռեկորդը, որ գիտես։ Չէ։ Նույնիսկ թվում է 2000 հատ է։ Երթում եմ ձեռս սկսավ թմրելը։ Ձեռդ աշխատում է հիմա նորմալ։ Հա։ Պետք է չի։ Չէ։ Դուք մի քանի օդ անեմ, ես երակս կելի կտրակի։ Տենում ես երակս։ Տենում ես, չէ երակս։ Լավ դու սենց երակ ունես։ Չէ։ Բա։ Ձեռս արդեն սկսում է հոգնել։ Հա, թմրում է, չէ։ Ասա որ ոնց որ ըստեից Արոնը տա չի իշնի ներքև։ Հա։ Արա ավրատ է գլարը։ Օրը չեմ կարող ախպեր։ Քիչ բռնվում է ուժեղ։ Բռնվում է։ Հա, քիչ։ Իմ արդեն բռնվել է։ Արա չեմ ուզում գցեմ է ձեռիցս, բայց ու չեմ է կարում։ 200 տարել ենք, այդ ինքը, բա ես։ 150։ Լավ համաձայն ես գցեմ, բայց դու կհամարվես հաղթող, եթե 100 հատ անես։ Համաձայն չեմ։ Լավ։ Տավ չոտքի ասախ նորմալ է։ Իմ մոտ նորմալ է, դու մտածի։ Արա ես չունեմ մտածել։ 1, 2, 3, 4, հենდა ոնց ես։ Լավ, կարող ես անես։ Դու ուժեղ ես, չէ։ Էսա կմերնեմ, քանի հատն ես խփել ուժեղ։ Մի 400։ 400 հատ է։ Ես ազդվում, հա։ Ազդվում եմ, գերս ոչեմ։ Ես գիտես ինչքան վաղտ ազդված եմ, 200-ից հետո ազդված եմ ես։ Դու չէ ճոգ եմ, որ ես գանտելը դրել եմ։ Չէ։ Նայք ինչ այլ է, նայք ինչ այլ է, երթվում եմ։ Դա ծավ տվեք էլի ես տղոն ախպեր։ Անկեղծ 10 տարեկանում ես անկեղծ ասում եմ, գիտեք ինչ, ինչա YouTube-ը, բայց դաժե չգիտեի օգտվել։ Նայում էի, ու վсё, հա մեկը լողանալ գիտեի։ Ու ես ընդ հիմա այս ամեն ինչից հետո չեմ կարող պատկերացնել թե ինչա լինելու մեքենա քաշելուց հետո։ Առավել եւս երբ որ ինքը կարող է քաշի 2 հատ ֆուռ իրար կպցրած, ես կարող եմ քաշեմ սամակատ խոսքի, սկեյթը կկարանամ։ Էծանի։ Ամենը կկանանք, այ ախպեր, ավտորը չա չկանանք։ Գնացինք։ Դավայ, մխի։ 2-0 արա, 2-0։ Ուրեմն, էսի ոնց որ դառնում է մի վիդեոյի մեջ երկրորդ վիդեո, գիտեք խի, որովհետև այսօր այն օրն է, որ մենք գնում ենք Հրազդան, հանդիպենք մեր Հրազդանի բաժանորդներին, համել բաժանենք իրանց լիքը չիպսոներ, իսկ դրանից հետո գնալու ենք Մարտունի, որովհետև Մարտունից հաղթող ունենք, հաղթել են PlayStation 5 մեր չիպսոնի միջոցով, այսինքն 1-ից 9 թվերը հավաքել են ու հաղթել են։ Հենց ժամը դարավ ուղիղ մեկը, մեր եղանակը մի քիչ սենց բարելավվեց, որը կարկոտ է գալիս հայեր։ Վայ, բարուս, լավ ես? Ես խես ադրևի տակ, գնա ծասկի տակ։ Բարև ձեզ, բայց ընդ եկեք, էլի երեխեք։ Խնդրում եմ, սենց մի արեք, էլի ավտոյի դեմ մի փակեք, ավտոյից հեռու մնացեք, որ ձեզ հանկարծ վնաս չլինի։ Ինչ պետք է անեն ալիքին։ Չիպսոնը հասանելի է Հրազդան։ Ո՞նց եք։ Այսօր ուզում եմ սաղիթ հետ նկարվեմ, բայց պետք է խոստակ, որ ինձ բան չի լինի։
Ասեք հեսա տեսեք ինչ ենք անում։ Հեսա տեսեք ոնց ենք անում։ Ով է կալումա գնում է հետ։ Որն է ամենալավ չիպսը։ Հեստոր մենք ավարտեցինք արդեն մեր հրազդանի բաժանորդների հետի հանդիպումը։ Ես ասեցի բաժանեմ մի բլոկ չիպս, իսկ այն երկու բլոկը պրոստը երեխեքը վերցրեցին ձեռիցս, չհասցրեցի բացեմ։ Բայց ամենակարևորը 90% սուպերմարկետներում հրազդանում հասանելի է չիպսոն կարող եք գնել, հավաքել 1-ից 9 թվերը եւ շահել մնացած PlayStation 5-երից, որը մնացել է 5 հատ։ Ինչ որ մեկը։ Թութու, всё, մենք Մարտունիում ենք, վերել ենք նվերը անենք։ Շնորհավոր ախպերս։ Հավաքում ես 1-ից 9 թվերը, շահում ես PlayStation 5, ճիշտ է։ 1-ից 9 թվերը կա 4-ի գլխավորությամբ։ Էսի մեր արդեն թվով 5-րդ PlayStation-ն է, որը հանձնում ենք հաղթողին, մնացել է արդեն 5 PlayStation։ Դրանից հետո իհարկե խաղարկություն է սպասում են չիպսոնով։ Որ խանութից ես դու առե։ Այս խանութից առել ես 4-ը հանել ես։ Բացի սուպերմարկետներից, համել խանութներում էլ կա չիպսոն, ու տեղից էլ կարա քանգի շայք։ Շահել ես, արդարա։ Всё, մասնակցեք շահի։ Ուրեմն ընկերներ, եկել է 3-րդ առաջադրանքի ժամանակը։ Դավ դու պատրաստ ես։ Այո։ Դավոն այսօր եկել էր այս պայի համար, չէ։ Այո։ Ավտոների գազան դես։ Ես անկեղծ կյանքում, եթե մեքենա քաշել եմ, չեմ քաշել, բրթել եմ։ Հետո վկայել եմ, սենց եմ արել, մեքենան ինքը իրան գնացել է։ Քաշել ենք դիմացից, այ այս սարքի միջոցով, սզնայք սարկա, դա հələ մի հատ բացատրի ես վերևին ինչի համար է։ Այս վերևինը ատամների համար է, իսկ այսի բռնելու ձեռքի։ Դու քաշել ես ատամներով։ Այո։ Գիտենք այ ախպերում ես ասում գնացի։ Ով կհաղթի այս կարևոր պայքարում։ Գրի կոմենտներում հենց հիմա ինչ շատ հետաքրքիր է, որովհետև նայեք, մեր տարիքը տարբերվում է, մեր քաշը տարբերվում է, մեր ուժը դե բնականաբար տարբերվում է։ Էզանից 50 մետր հեռավորության վրա դրված է չիպսոնի պաճկաներ, որը հանդիսանում է մեր ֆինիշը։ Այսինքն հենց մեքենան հասնում է չիպսոնի պաճկաներին, ինչա լինում։ Ախտում է։ Ախտում ես, այո։ Կրում ինքը ասում է հերթականությունը, օքեյ։ Մեկից ենք խաղում։ Հաստատ։ Всё, պատրաստ։ Ջուկ։ Ես քաշեմ թե դու, լավ, քո սրտով լինի։ Ես։ Դու քաշես առաջինը։ Մի ձեռքով։ Այո։ Պայմանավորված։ Ուրեմն դուք ժամանակը տեսնում եք, դուք Դավիթին տեսնում եք, Դավ, պատրաստ ես, հենց մի հատ գլխով անում ես, ժամանակը սկսում է։ Պատրաստ, 3, 2, 1, ժամանակը գնաց հայր։ Որը գնաց, երթվում եմ, հայր, եթե ավտոշարժում է, այդ մի բան նշանակում է։ Եթե հայր ավտոշարժում է, այդ նշանակում է, որ գնաց արա։ Ավտոս, սպիդոմետրը իշքան է։ Որը սպիդոմետրը չի բարձանում, արա, դուք գիտեք, որ ավտոն եթե քաշում է, սպիդոմետրը չի մեծանում։ Որես ոնց է գնում հայեր։ Արա ես կանալու եմ ես ավտոն տեղից քաշեմ վաբշե։ Դավայ, Դավայ։ 3, 2, 1, ստոպ։ Մի վարկան կայնաստեմ ավտո։ 41 վարկան քո ժամանակա։ Լավա թե չէ։ Լավ է։ Իսկ հիմա քո կարծիքը, եթե դու արել ես 41 վարկանում, ես ինչքան վախտում կանեմ։ 50 վարկանում։ Օ, լավ էլ կարծիք ունի, Վասիլի, ինչ մատա։ Լավ էլ կարծիք ունի։ Մեքենան քաշում ենք հետ ու գալիս է։ Իմ հերթը։ Այդ հուշում տել, ինչ անեմ։ Ուժեղ կքաշես։ Ուժեղ քաշեմ, բայց միանգամից դեմից այդ ուժեղ քաշեմ ու վազեմ։ 1, 2, 3։ Давай, ուշտուր։ Միշտ կստրակով։ Դզեց պարկինգի տակ էի քաշում։ Կավա դու էլ էի պարկինգի տակ քաշում։ Չէ։ Դավայ։ 1, 2, 3, գնաց։ Բանց ակիր սենց թաշեմ թե մեջքով։ Մեջքով։ Որը շիշ ծաներ ավտոս արա։ վազի։ Ավտոս ես ես քո ժամանակ գազ եմ տվել մենակ։ Արի։ Давай, քիչ մնա։ Արի ֆու։ Թվում եմ էներգիաս պրծա։
Դավայ, քիչ մնաց, քիչ Որը մնաց։ ոտերը չի աշխատում Քիչ արա։ մնաց։ Հայեր հենց հիմա բաժորտագիրվեք մեր YouTube-ը ալիք։ Գնա։ Թե հավատում եք որ ես գրել եմ։ Գնա։ 3, 2, 1։ Իշքան։ 46 վայրկյան։ Հիմա այն վիճակը տենալու։ Ես ուզում եմ պատկասեմ։ Դու ոնց ես ինգատ ավտոքաշումի մախվել։ Իմ ուժերին հավատալով։ Ցես այնց հետո մի հոգի ունես, ով քուժերին միշտ հավատում է ու հաջորդ ռեկորդը դեպ հասա գամ նայեմ։ Դե չենք պլանավորել։ Չեք պլանավորել։ Այս պլանավորեք ինձ կասեք։ Այո։ Որ գամ նայեմ սովորեմ։ Այո։ Ամբողջ անկեղծությամբ եմ ասում։ Ինչքան ուժ ունեի, այդքանով տրամադրվել եմ, ու ինչքան ուժ ունեի, այդքանը ներդրել եմ։ Այն որ մի գրամ, ասած ասած չեմ ասի, ինքը 10 տարեկան է, ես 22 թոկերի։ Վատեք, այսօր եկել է հաղթանակի հետևից, բայց բրատս ես հաղթել եմ գիտես ինչով, որ քեզ եմ կրվել, ուրիշի չեմ կրվել։ Բաժանորդը գրվեք նաև իմ YouTube-յան ալիքին։ Որի հղում ընկերներ, գտնում է նկարությունների բաժնում։ Այս տղեն չարչարվում է համ իր լավ ապագայի, համ էլ ձեր համար։ Իսկ իրան խրախուսելու համար ընդհանրապես պետք է մտնեք այն հղումը, որը գտնում է նկարությունների բաժնում, բաժանորդագրվեք իր ալիքին։ Ու փորձեք դուք կարաք քաշեք։ Արի դավս։